Այսօր առավոտյան Գյումրու թատերական հրապարակում սկսված ստորագրահավաքը մեկնարկեց շուրջ 1 ժամ ուշ, պատճառը ոստիկանների գործողություններն էին։ Նրանք արգելում էին Ժառանգություն կուսակցության անդամներին սեղանիկ տեղադրել թատերական հրապարակում եւ հորդորում էին դադարեցնել ստորագրահավաքը։ Մարդիկ հանել կուրան, սեղանիկը հանեք, այսպես բանը այսպես բանը մարդիկ տարիքը մարդ է, ինչը պեպս տնե մարդունց մարիկ է։ Անկանոն կամ ես իմից չեն կերոր խոսքի օրենքից դուրս բանեք, որ ստորագրը հավաքենք ու խաղաղ պայմաններում։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացից ողջունում եմ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Ռաֆֆի Հովհաննիսյանի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման եւ համազգային մեր վերածննդին։ Ես պատրաստվում եմ անմնացորդ զորակցելու Հովհաննիսյանին իր եւ մեր նվիրական պայքարում, ինչպես նաեւ մասնակցելու սույն թվականի ապրիլի 9-ին տեղի ունենալիք Նոր Հայաստանի երթմնակալության արարողությանը։ Իրենց ստորագրությամբ այս խոսքերին են միացել արդեն հարյուրավոր գյումրեցիներ։ Ներկաների կարծիքով քաղաքացիների ակտիվությունն անհանգստացրել է ոստիկաններին։ Իրենք ոստիկանները պնդում են, միջամտել չեն փորձել։ Ձեր բոլոր տեսակի հարցերը խնդրում եմ դիմեք մեր ոստիկանության լրատվության վարչությունը։ Բայց այդպիսի միջադեպ Ես էլ ավել բան չեմ կարող ձեզ ասել, դիմեք այնտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք իրանց հեսա։ Հարցին թե օրենքի որ կետով են պահանջում հրապարակից հանել ստորագրահավաքի համար նախատեսված սեղանը, ոստիկանները պատասխանեցին, որ նման պահանջ չունեն եւ ընդամենը վերահսկում են կարգ ու կանոնը։ Այն ընթացքում, երբ մեր նկարահանող խումբը թատերական հրապարակում նկարահանումներ էր իրականացնում, հսկող ոստիկանները հեռացան։ Նրանց փոխարեն հրապարակ եկան ոստիկանների նոր խումբ, ովքեր հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, թե ինչի կամ ում են սպասում։ Թատերական հրապարակից մեր նկարանող խմբի հեռանալուց անմիջապես հետո ոստիկանների նոր խումբը դարձյալ պահանջել է հեռացնել ստորագրահավաքի համար նախատեսված սեղանը, ապա հանդիմանել ակտիվիստներին, իսկ այդ ամենը սեփական հեռախոսով տեսագրած երիտասարդի ձեռքից վերցրել վերջինիս հեռախոսը։ Սա պատճառ հանդիսացավ, որ մեր նկարանող խումբը երկրորդ անգամ վերադառնա թատերական հրապարակ, որտեղ էլ փորձեցինք նախ պարզել, թե ով եւ ինչպես է վերցրել երիտասարդի սեփական հեռախոսը։ Ով է հեռախոսը։ Ներեցեք, արևամար եք արդեն կնայեք հեռախոսը չարդեք, ինչ եք արել մենք ձեզի։ Մենք ձեզի ինչ եք արել։ Հեչ բան չսա վերցիա ողորմելի։ Պատասխան չստանալուց եւ կոպիտ վերաբերմունքի արժանանալուց հետո Գալատիվի.am-ի լրագրող Քրիստինա Մկրտչյանը զանգարեց Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին տեղի ունեցածի մասին տեղեկացնելու նպատակով։ Ձեր ոստիկանության աշխատակիցները թատրոնի շենքի դիմաց մարդիկ, ովքեր որ ակցիա են փորձում նկարել, քաղաքացիներից մեկի ձեռքից հեռախոսը խլեցին, այդ քաղաքացին հիմա իմ կողքին կանգնած է։ Նստան մեքենա։ Այնուհետ ոստիկանները վերադարձրին երիտասարդի հեռախոսը, ապա շատ արագ հեռացան հրապարակից։ Նայրան Ալբանդյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։